Եթերում թվանքի հերթական հաղորդումն է։ Ես Մինասյան Արմանն եմ եւ այսօր ձեզ կներկայացնեմ Heinl ընկերության, գերմանական Heinl ընկերության CR223 մոդելը։ Մեր մոտ կոնկրետ կարճ մոդելն է, 10.5 դյույմանոց, նաեւ կա 12.5, 14.5 եւ 16.5 մոդելները, երկարության մոդելները։ Սկսեմ պատմական մասից։ Ուրեմն CG Heinl ընկերությունը ունի մոտավորապես 2 դարի պատմություն, հիմնադրվել 1840 թվականին գերմանական Զուլ քաղաքում, որը որ դեռ 16-րդ դարից հայտնի է իր զինագործներով եւ եղել է Եվրոպայի ընդհանուր զինագործության կենտրոններից մեկը եւ այնտեղ զենքի մշակման շատ լավ դպրոց է ձևավորվել եւ ավանդույթներ, ինչը որ այս զենքի վրա լավ արտահայտված է։ Ընկերությունը հիմնադրվել է Կարլ Գոտլիբ Հայնելի կողմից։ Սկզբում ընկերությունը արտադրում էր հիմնականում որսորդական եւ սպորտային զենքեր, բայց 19-րդ դարից արդեն սկսեց համագործակցել պետության հետ եւ զարգացրեց իր արտադրանքը նաեւ ռազմական ոլորտում։ Այդ ընկերությունում նաեւ աշխատում էր լեգենդար Հուգո Շմայսերը, որը որ ավտոմատ զենքերի զարգացման մեջ շատ լուրջ դեր է ունեցել։ Նա եղել է լեգենդար P40 եւ STG 44 մոդելների գլխավոր կոնստրուկտորը։ Heinl ընկերությունը լավ զարգացած էր երկրորդ համաշխարհայինի ընթացքում, քանի որ կար պատերազմական իրավիճակ եւ ոնց որ արտադրանքի մեծ կարիք կար։ Իսկ պատերազմից հետո արդեն Գերմանիայի պարտությունից հետո Heinl ընկերությունը ոնց որ անկում ապրեց եւ վերածնվեց, կարելի ասել, արդեն 21-րդ դարում ավելի ոնց որ լուրջ ձևով 2010 թվականին սկսեցին այս զենքի CR223-ի նախագծման գործընթացը եւ 2014 թվականին արդեն ներկայացվեց ընդհանուր զենքը։ Heinl ընկերությունը ցանկանում էր ստեղծել իր AR պլատֆորմի զենքը, բայց որը կլիներ սովորական AR զենքերից ավելի հուսալի, ավելի քիչ սպասարկման կարիք ունեցող զենք եւ ստեղծեցին այս զենքը։ Սկզբում նա մրցում էր լեգենդար ՀԿ 416-ի հետ եւ անգամ հաղթել էր նրան մրցույթի ժամանակ եւ պետքա մատակարարվեր գերմանական բանակ, բայց դատական process-ների ընթացքում նա պարտվեց դատը հեկլերկող կամպանիային եւ ստիպված եղավ նախ որոշակի փոփոխություններ անել իր զենքի մեջ եւ հիմնական խնդիրը այն էր, որ պետությունը ընտրեց հեկլերկող 416-ը, ոչ թե CR223-ը։ Նաեւ CR223-ը ունի իր մարտական տարբերակը, որը կոչվում է MK 556։ Այս զենքի հիմնական առավելությունը այն է, որ այն աշխատում է կարճ ընթացքով գազային մխոցի շնորհիվ, այստեղ կերև է մխոցը, իսկ սովորական մեզ հայտնի AR պլատֆորմի զենքերը աշխատում են այլ սկզբունքով, այնտեղ գազերը անմիջապես մտնում են փականի խմբի մեջ, ինչ առավելություն է տալիս զենքին այս մեխանիզմը, ու ընդհանրապես ոնց է այն աշխատում։ Քանի որ գազերը մխոցի միջոցով են շարժում զենքի ներսի մասերը, այսպես ասած, դեպի փական գազեր չեն գնում, չեն լցվում փականի մեջ եւ դրա շնորհիվ զենքը շատ ավելի քիչ է աղտոտվում եւ ավելի հուսալի է դառնում։ Թերությունը սրա այն է, որ այն մի քիչ ավելացնում է քաշ զենքին, զենքի տեխնիկական տվյալներից, ուրեմն խզակոթը կարելի է փոփոխել եւ դնել մեզ հարմար երկարությամբ 6 տարբեր դիրքերով, սա ամենակարճ տարբերակով է, սենց ամենաերկարն է։ Հետո գալիս ենք արդեն այս բռնակը երկու կողմանի է, որ երկու կողմից էլ հարմար լինի, այս արդեն մարդը թե ձախլիկա կամ աչլիկա,
Հետո գալիս ենք այստեղ ապահովիչն է, որը որ սովորական AR-ներից տարբերվում նրանով, որ 45 աստիճանով է աշխատում, ինչը մեզ տալիս է հավելյալ արագություն։ Նաև ավելացնեմ, որ այս զենքը չլիցքավորված վիճակում նույնպես հնարավոր է լինում դնել safe մոդի վրա, ինչը որ սովորական AR-ների վրա հնարավոր չի անել։ Հետո գալիս ենք այստեղ փամփշտատուփը հանելու կոճակն է եւ այսպես կոչված զատվորնի զաձերշկան իջացնելու կոճակը։ Նշեմ նաև, որ բոլոր կառավարման համակարգերը երկու կողմից էլ կան, ինչը շատ լավ է։ Ձգանից խոսանք, ձգանը այստեղ նույնպես շատ հետաքրքիր ձգան է, այն կարելի է փոփոխել 2.8-ից մինչև 4 կիլոգրամ, նաև նա ունի ազատ քայլ կոչվածը, շատ հարմար, շատ լավ ձգան է։ Գալիս ենք այստեղ ավելացված է բռնակ, նաև ավելացված են մեխանիկական նշանոցներ։ Մեխանիկական նշանոցները այն դեպքի համար են, երբ որ մեր հիմնական օպտիկաները շարքից դուրս կգան եւ արդեն սրանով մենք կարողանանք աշխատենք 45 աստիճան թեքության տակ է դրած։ Ուրեմն փողը ներսից խռոմապատ է եւ ըստ բաց տվյալների պատրաստված է R416 մետաղից, բայց դա հաստատ չի, քանի որ Heinl ընկերությունը չի բացահայտում իրականում ինչ մետաղից է, մեկը 7-ի է թվիստը զենքի ստոլի, իսկ փողաբերանի արգելակը ամենասովորական AR-ի արգելակն է դրած։ Նաև զենքի վրա ավելացված է EOTech ընկերության խոշորացուցիչ եւ կալիմատրային նշանոց։ Քանի որ Heinl ընկերությունը պրեմիում դասի, ոնց որ ընկերությունը եւ պրեմիում դասի զենքեր է արտադրում, չիմանալով դա, երբ որ դուք զուտ զենքը բռնեք ձեր ձեռքը, ինչ որ առնչություն ունենաք զենքի հետ, կզգաք թե ինքը ինչքան որակով է, նույն, չգիտեմ, ռուսական զենքերի պես չի, որ մի քիչ օգտագործելուց մատերը սկսում է ճղվել։ Զենքի մասին այսքանը, հիմա կգնանք 100 մետրանոց տեղամաս, կկրակենք մի քանի կուչաներ, հետո կգնանք արդեն տակտիկական տեղամաս, տակտիկական վարժություններ կատարելու։ Մենք եկանք ճշտադրման տեղամաս եւ հիմա 4 փամփուշտից կկրակենք մեր կուչան, 55 գրեյնանոց Scorpio փամփուշտներ են։ Իսկավորենք ու սկսենք։ Կրակելուց առաջ անպայման օգտագործում ենք ականջակալներ։ Լուրջ ավարտեցինք հրաձգությունը։ Հիմա կկրակենք մեր երկրորդ կուչան Sailor Bellot-ի 69 գրեյնանոց փամփուշտներով։ Ավարտեցինք հրաձգությունը, հիմա կգնանք կստուգենք մեր արդյունքը։ Ուրեմն հիմա գնում ենք ստուգենք մեր հրաձգության արդյունքը։ Ասեմ, որ քանի որ զենքը 10.5 դյույմանոց է, այսինքն կարճ տարբերակն ամեն է, ինքը այդքան էլ նախատեսված չի շատ ճշգրիտ կրակոցների համար։ Ինքը ավելի շատ նախատեսված է ինչ-որ տակտիկական վարժությունների կամ ինչ-որ CQB եւ այլնի համար։ Դրա համար արդյունքը կարա այդքան լավը չլինի,
ոնց որ կարող լիներ ավելի երկար տարբերակների դեպքում։ Մեր ավելի ծանր գնդակներով կրակած Kuchana 69 գրեյնանոց, քանի որ զենքը մեկը 7 թվիստի է, ինքը ավելի լավ կրակում է ծանր գնդակներով։ Սա դա է։ Ընդհանուր Kuchan-ը կարող ավելի լավը լիներ, բայց ոնց որ քիչ լավ չի ստացվել։ Սա էլ հաջորդն է 55 գրեյնանոց փամփուշտներով, էլի մոտավորապես նույնն է, էլի ավելի լավ կարող լիներ Kuchan, բայց այստեղ համ իմ սխալն է, համ զենքի փողի կարճության հարցն է։ Հիմա կգնանք տակտիկական տեղամաս, իսկ մինչև կհասնենք այնտեղ նշեմ, որ բաժանորդագրվեք Ազատ Ազենի Instagram-յան էջին, YouTube-յան էջին, աջակցեք Ազատ Ազենին, որպեսզի Հայաստանում ավելի զարգանա զենքի մշակույթը։ Նաև նշեմ, որ Ազատ Ազենը սկսել է իր ճանապարհի դրամահավաքը, նույնպես հորդորում եմ բոլորիդ աջակցել դրան, որպեսզի միասին կառուցենք մեր ճանապարհը եւ տարին 12 ամիս կարողանանք հանգիստ ժամանել Ազատ Ազեն եւ մարզվել։ Հիմա մենք գտնվում ենք տակտիկական տեղամասում, այս զենքի համար ավելի հոգեհարազատ վարժություններ հիմա կանենք։ Այնտեղ ունենք թաքնված թիրախ, այստեղից պետքա դուրս գալով խոցեմ մոտիկ թիրախը, հետո կամ այստեղից օգտագործելով խոշորացնող հարմարանքը խոցեմ մեքենայի հետևում թաքնված թիրախին, վազելով գնամ դեպի կապուտ բոճկեն, ընդեղից էլ խոցեմ արդեն այն երկու թիրախներին։ Ռադիկ պատրաստ ես։ Պատրաստ։ Գնաց։ Ավարտեցինք մեր հերարցությունը, անվտանգության կանոնները անպայման պահպանում ենք։ Եվ հիմա կստուգենք մեր խոցումները։ Այս մեր հեռու թիրախն է, շատ լավ է ստացվել։ Նրանից է եղել հավանաբար, որ օգտագործել եմ մագնիֆայերը ու հենվել եմ։ Դրանից որ ստաբիլությունը շատացել է, sense լավ արդյունք է ստացվել։ Այստեղ էլի արդյունքը լավն է, երկուսն էլ 9, այստեղ երկուսն էլ 10, էլի բավականին լավ է ստացվել։ Մնաց վերջի թիրախը։ Այս մի թիրախը մեկը 10, մեկը 9, էլի բավականին լավ արդյունք է։ Այսօրով այսքանը այս զենքի մասին, այն էլ CR 223-ներ։ Եվս մեկ անգամ հորդորում եմ ձեզ գալ Ազատ Ազեն, աջակցել Ազատ Ազենի ճանապարհի կառուցմանը, որպեսզի միասին կառուցենք եւ միասին մարզվենք։ Շնորհակալություն։